Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ։ Փաստինֆո եթերում շարունակում ենք հետևել միջազգային իրադրությանը։ Ուկրաինայի հարցով միջազգային իրադրությունը շարունակում է մնալ լարված։ Ստամբուլյան հանդիպումից հետո իրավիճակը գրեթե չի փոխվել։ Միայն մի բացառությամբ կողմերին հաջողվեց իրականացնել ռազմագերիների փոխանակություն 1000-ի դիմաց, եւ դա ըստ էության միակ ձեռքբերումն էր, որ մենք այսօր կարող ենք փաստել Ստամբուլյան վերջին հանդիպումից հետո։ Իսկ իրավիճակը շարունակում է թեժանալ։ Կողմերը փոխանակվում են անօթաչուների զանգվածային հարձակումներով եւ հարվածներով։ Միացյալ Նահանգների նախագահն է այս արդիվ հայտարարություն անում, թե իր համար հասկանալի չէ, թե ինչու է ռուսական կողմը այդքան հարվածներ հասցնում Կիևին եւ ուկրաինական մյուս քաղաքներին։ Մինչդեռ ըստ էության, ըստ նաեւ միջազգային մամուլով տարածված տեղեկատվության, ուկրաինական կողմն էլ հետ չի մնում։ Կողմերը շարունակում են փոխադարձ հարվածներ հասցնել, բայց միևնույն ժամանակ շարունակում է ռուսական զորքերի առաջխաղացումը։ Եվրոպական միությունն էլ բավականին ծանր իրավիճակի առաջ է կանգնած, քանզի այն հակաօդային պաշտպանության համակարգերը Պետրիոտից բացի, որոնք ժամանակին տրամադրվել էին Ուկրաինային, այժմ տեխնիկական սպասարկման կարիք ունեն։ Բացի այդ, հրթիռների բավականին լուրջ սակավություն կա, եւ այդ մասին փաստում են նաեւ եվրոպական լիդերները։ Իհարկե քննարկումներ գնում են, թե ինչպես անել հրթիռները Ուկրաինային մատակարարելու համար, բայց անգամ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռուբիոն է ընդունել, որ Միացյալ Նահանգները չունի այս պայն Պետրիոտ համակարգեր, որպեսզի կարողանա մատակարարել Ուկրաինային։ Բացի այդ, բավականին լուրջ խնդիր կա հրթիռների հետ կապված։ Սա այն է, ինչի մասին զգուշացնում էին փորձագետները։ Տարբեր պետություններից տրամադրվող տեխնիկան իր հետ բերելու է նաև լրջագույն խնդիրներ։ Սա այն է, ինչին պետք է ըստ էության ուշադրություն դարձնի նաև Հայաստանի Հանրապետությունը, քանզի տարբեր պետությունների զինտեխնիկայի ներկրումը բերելու է եւ կանգնեցնելու այն խնդրի առաջ, ինչ որ այսօր կանգնած է Ուկրաինան, զինամթերքի բացակայություն, տեխնիկական միջոցների եւ պահեստամասերի բացակայություն։ Քանզի ավանդական շուկաները, որոնք կան զենքի եւ նաեւ այն ավանդական երկրները, որտեղից Հայաստանը ներկրում է զենք, այդ երկրները մի տեսակի զենքի են տիրապետում եւ մի տրամաչափի։ Եվ այսօր Ուկրաինան տարբեր տեղերից ներկրելով զինատեսակները կանգնել այն խնդրի առաջ, որ ըստ ուկրաինական մամուլի, ուկրաինական հարավը ամբողջությամբ գրեթե բաց է հակաօդային պաշտպանության տեսանկյունից, քանզի դրանք ժամանակին համալրվել են եւ կոմպլեկտավորվել են ֆրանսիական արտադրության հակաօդային պաշտպանության համակարգերով, իսկ դրա հրթիռները ոչ միայն բավականին թանկ են, այլև շատ քիչ է արտադրվում արտադրողի կողմից, ֆրանսիացիների կողմից, հետեւաբար այդ հատվածը այսօր լրջագույն ճնշման տակ է ռուսական զանգվածային հարձակումների հետևանքով, հատկապես անօթաչուների կողմից այդ հարձակումներն են վերջին մի քանի օրին դարձել բավականին ինտենսիվ։ Միջազգային մամուլը նաև գրում է, որ դիվանագիտությունը կարծես թե այս պահին բավականին ծանր իրավիճակում է գտնվում, քանզի կողմերին այդպես էլ չի հաջողվում նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ։ Բացի այդ, ռուսական կողմը նշում է, որ եւ արդեն կայացվել է որոշում, որ առնվազն 3 մարզերի ուղղությամբ Ռուսաստանը ստեղծում է հատուկ գոտիներ, չեզոք գոտիներ կամ այսպես սև գոտիներ, որոնք հնարավոր է Ուկրաինայի տարածքում լինեն եւ այնքան մեծացնեն, որպեսզի հնարավոր չլինի Ուկրաինայից ռուսական տարածքներ հրթիռներ հասցնել։ Եվ այդ գոտիները գնալով ավելի են մեծանում։ Եվ արդեն Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Մեդվեդևն է նաև հայտարարում, որ եթե բանակցությունները չշարունակվեն եւ Ուկրաինայի կողմից զանգվածային հարձակումները շարունակվեն, ապա այդ գոտին գնալով ավելի է մեծանալու։ Սա ըստ էության նշանակում է, որ գոտի է ստեղծում, որ չպետք է լինի ուկրաինական հսկողության տակ։ Դա լինելու է միգուցե ռուսական հսկողության տակ, միգուցե լինելու է չեզոք գոտի, բայց այդ չեզոք գոտին իրականացվում է Ուկրաինայի տարածքների հաշվին եւ Ուկրաինա պետության հաշվին։ Հետեւաբար սրանից Ուկրաինան չի շահում, ավելին, ինչքան ռազմական գործողությունները շարունակվում են, այնքան այդ գոտին գնալով մեծանում է։ Տրամպն ինքն էլ ըստ էության չի հասկանում, թե որ ուղղությամբ պետք է շարժվի, քանզի միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին փորձելով այդպես պատժել Ռուսաստանին Տրամպը չի ցանկանում, որպես նաև բիզնեսմեն է շատ լավ հաշվարկում, եթե նա այդ ամենը անի եւ միանա Եվրոպական միության կողմից հերթական պատժամիջոցների փաթեթին, ապա ավտոմատ կերպով բերելու է Ռուսաստանի, Չինաստանի միջև տնտեսական հարաբերությունների ել ավելի խորացմանը։ Դրան միանալու է նաև Իրանը, ինչը չի բխում Տրամպի շահերից։ Չմիանալ
բավականին տարօրինակ վիճակում է հայտնվում, քանզի ստացվում է, որ Տրամպը չի կարողանում Ռուսաստանին եւ Ուկրաինային նրանց նկատմամբ ճնշում գործադրել եւ նաեւ ստիպել նրանց նստել բանակցային սեղանի շուրջ եւ կարծում ենք չի էլ հաջողվելու, քանզի ժամանակը բաց է թողնված։ Եթե Միացյալ Նահանգները այս ակտիվությունը որ ցուցաբերում է աներ 2022 թվականից առաջ, 2021 թվականի դեկտեմբերին, երբ ռուսական կողմը ԱԳՆ կայքում տեղադրեց երկու փաստաթղթեր, որոնք ըստ էության որոշ փորձագետներ նաև վերջնագիր ընդունեցին։ Եթե այդ փաստաթղթերի շուրջ դեռ 2021 թվականի դեկտեմբերից բանակցությունները սկսվեին Միացյալ Նահանգների միջնորդությամբ, կարծում ենք այսօր Ուկրաինայում ռազմական գործողություններ չեն լինի։ Ինչևէ, սպասենք տեսնենք, թե իրավիճակը այս ուղղությամբ ինչպես է զարգանում։ Երկրորդ թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, Մերձավոր Արևելքի հետ է կապված։ Թրամփը Իրանի հետ կապված նոր մարտավարություն է ընտրել, փորձելով չեզոքացնել նրա դաշնակիցներին։ Իսկ նրա դաշնակիցները Մերձավոր Արևելքում 3 հիմնական ուժերն են։ Առաջինը հուսիներն են, որոնք արդեն այնպես են անել, որ Բեն-Գուրիոն օդանավակայանը դարձել է թռիչքազերծ գոտի, եւ որոնց հետ Թրամփը այդպես էլ չկարողացավ գլուխ դնել։ Երկրորդը Լիբանանի Հեզբոլլահն է, որն ըստ էության պահպանել է իր ռազմական ներուժը եւ ցանկացած պահի կարող է լրջագույն խնդիրներ ստեղծել Իսրայելի համար եւ ստեղծում է, եւ երրորդը Իրաքի շիա աշխարհազորն է, որ իրենից բավականին լուրջ ուժ է ներկայացնում։ Եվ ահա Տրամփը նամակով դիմել է Իրաքի վարչապետին, պահանջելով 2 շաբաթվա ընթացքում ցրել այդ աշխարհազորը։ Իրաքի վարչապետը մեծ ցանկության դեպքում էլ դա չի կարողանել, ըստ էության երկու պատճառով։ Առաջինը, իբրև շիա պետության ղեկավար, նա իր համերաշխությունն է հայտնում Իրանին եւ նաեւ Իրանի հետ նույն ընդդիմադիր կամ ընդդիմության առանցքի մեջ է գտնում ուղղված Միացյալ Նահանգներին եւ նրա դաշնակիցներին, եւ երկրորդ Իրաքի շիա աշխարհազորը հանդիսանում է Իրաքի զինված ուժերի կորիզը։ Նրանց ցրելու պարագայում Իրաքը ինքն է կանգնում անվտանգային լրջագույն սպառնալիքների առաջ։ Իսկ այն, որ Իրաքի հյուսիսում քրդերի հետ կապված խնդիրներ կան, այն, որ իսլամական պետությունը շարունակում է իր գործունեությունը ամեն դեպքում Իրաքում, այս ամենը կարծես թե Միացյալ Նահանգները հաշվի չի առնում, քանզի Տրամփին այս բան պետք է արդյունք, թեկուզ կարճաժամկետ, դրանից հետո ինչ կլինի տարածաշրջանում իրեն ըստ էության չի հետաքրքրում։ Բայց մի քանի անգամ են Միացյալ Նահանգները դիմել Իրաքի կառավարությանը, պահանջելով ցրել շիա աշխարհազորայիններին, մի քանի անգամ էլ մերժում են ստացել։ Հիմա տեսնենք, թե իրադարձությունները ինչպես կզարգանան եւ կհաջողվի արդյոք Տրամփին համոզել Իրաքի վարչապետին ցրել շիա աշխարհազորայիններին։ Եվ երրորդ թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, կրկին Իրանի հետ է կապված։ Իրանի կառավարությունը դիմում է իր հարևան պետություններին, առաջարկելով Բանդար Աբբաս նավահանգստում սեփական նավահանգստային կազմակերպություններ ստեղծել։ Այդ թվում նաև իհարկե սա վերաբերվում է Հայաստանին։ Այն, որ Հայաստանը դեռ վաղուց պետք է Բանդար Աբբասում սեփական նավահանգիստը ստեղծեր եւ սեփական բեռները այնտեղ դատարկելով դրան կարճ ճանապարհով բերեր Հայաստան, ազատվելով վրացական նավահանգիստների ազդեցությունից, մենք շատ ենք խոսել այդ մասին։ Հայաստանը օր առաջ այդ ամենը պետք է անի եւ այստեղ ընդհանրապես կապ չունի, թե որ պետությունը Իրանի հետ ինչպիսի հարաբերություններ ունի։ Հիշեցնենք, որ դեռ 2015 թվականից Ղազախստանը Բանդար Աբբասում ունի սեփական նավահանգիստ եւ ղազախական բեռները գալով Բանդար Աբբաս այնտեղից Իրանով Կասպից ծովով անցնում են Ղազախստան, մի քանի անգամ կրճատելով տրանզակցիոն ծախսերը։ Հայաստանը ունենալով այդ հիանալի հնարավորությունը, կարողանալով ցամաքային ճանապարհով դուրս գալ Պարսից ծոց, այդ հնարավորությունից չգիտես ինչու չի օգտվում, քանզի կան պետություններ, ուղիղ պետք է այդ մասին խոսել։ Նույն Միացյալ Նահանգները, ովքեր դեմ են, որպեսզի Հայաստանը որևէ տնտեսական ակտիվություն ունենա Իրանի հետ։ Եվ նաև դա էր պատճառը, որ այդպես էլ Մեղրու ազատ տնտեսական գոտին չկառուցվեց։ Հույս ունենք, որ այս անգամ հարևան պետությունները ականջալուր կլինեն Իրանի կառավարության առաջարկին։ Բնական է, Իրանը նաև ցանկանում է ներդրումներ ներգրավել Բանդար Աբբասի նավահանգստի ավերված հատվածը վերականգնելու համար, բայց այն դեպքն է, երբ Հայաստանը եւ Իրանի շահերը տնտեսական, քաղաքական, անվտանգային 100%-ով համընկնում են եւ համապատասխանում են իրար։ Հետեւաբար ժամանակն է ոչ միայն ձեռք մեկնել Իրանի բարեկամ ժողովրդին, ոչ միայն օգտվել այս հնարավորությունից, այլև սա օգտագործել վրացական նավահանգիստներից կախվածությունը թույլատնելու համար, ինչը կարծում ենք մեծ նշանակություն ունի Հայաստանի արտահանման ծավալների ավելացման եւ նաեւ դրանց դիվերսիֆիկացման վրա։ Այս թեմաներն էին, որոնց այսօր ես ցանկացա անդրադառնալ, այսօր այսքանն է, շնորհակալություն, կհանդիպենք եթերում։